իրավիճակի վերաբերյալ կոնկրետ գնահատական տալ, որքան էլ այդ գնահատականը հետո Նիկոլի կողմից բռնաճնշումների ենթարկվելու առարկա դառնա, միևնույն է, պետք է շատ հստակ ասել, որ այսօր Նիկոլը իրականացնում է Հայաստանում ահաբեկչություն, եւ այդ ահաբեկչությունը Հայաստանի իրավական կարգի դեմ է, Հայաստանի տնտեսական կարգի դեմ է, Հայաստանի սահմանադրական կարգի դեմ է։ Չկա որևէ մի ոլորտ, որը ախտահարված չլինի այս Նիկոլի ահաբեկչությամբ։ Ինքը ոտնձգում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին, յուրաքանչյուր հայ, ով Հայաստանում խոսում է, հասկանում է եւ պատրաստ է խոսել ճշմարտության լեզվով, պաշտպանել հայ առաքելական եկեղեցին, խոսել, հիշատակել Արցախը, խոսել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ընդհանրապես խոսել քաղաքականության եւ քաղաքացիական դիրքորոշում հայտնել, ուրեմն Նիկոլի համար վտանգ է ներկայացնում եւ այդ անձը պիտի չեզոքացվի։ Ես չեմ ուզում, որ մենք սխալ տպավորություն ունենանք, թե այս ամեն ինչը սկսվեց այսօր 3 մի տարի առաջ, որովհետեւ դա էլ է ճշմարտությունը կիսատ ասել եւ մանիպուլացնել։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականին, որովհետեւ ինչպես են սկսել սրանք, չէ՞։ Սրանք սկսել են Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկով։ Սկսել են կենթանի մարդկանց դագաղներ պահելով Հանրապետության հրապարակում։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպիսին պիտի լինի սրանց շարունակությունը։ Շատ պարզ, ամենապարզ, ամենաթողությամբ։ Սա այդ ամենաթողության դրսևորումն է։ Այո, անգամ հաս չեն Սամվել Կարապետյանի նկարների հետ, պաստառների հետ Երևանով մեկ։ Այսինքն իրենք ոտնձգում են ցանկացած հայկականության։ Իրենք չեն հանդուրժում այն ճշմարտությունը եւ այդ ճշմարտության բարձրաձայնումը իրենց վերաբերյալ այն իրականությունը, որ կա իրենց հակահայկականության մասին խոսակցությունները։ Ես չեմ ուզում ինչ-որ տենց վատ նոտայի վրա ավարտել այս հարցի պատասխանը, բայց իրականությունը պիտի ասվի։ Հայաստանում այս ամենաթողությունը ինքն իրենով չի ավարտվելու։ Ոչ մեկի վրա այն կանգ չի առնելու։ Եթե մենք, չգիտեմ, մի քանի տարի առաջ մտածում էինք, որ սրանք բավարարվելու են սատանա բռնելով, այսինքն հռչակելու են, որ ինչ որ մեկը սատանա է եւ դրա համար են իրեն բռնելու, եթե ինչ որ մարդիկ մտածում էին, որ այս սահմանադրական դատարանի կազմը կլուծարեն եւ դրանով կավարտվի, մտածում էին դատարանները կշրջափակեն դրանով կավարտվի, չէ։ Այսօր արդեն հասել ենք իրենց ամենաթողությունը Սուրբ Էջմիածնի պղծմանը։ Իրենք ոչինչ չեն տեսնում են մտքի մեջ, որ ԱԱԾ-ի հետ հեղինակազրկված ԱԱԾ-ին կարող են հանձնարարել գրոհել վեհարանը, բռնություն գործադրել սրբազան հայրերի նկատմամբ։ Իրենց համար սա նորմալ է, ինչի որտեվ այն թուրքական ծրագիրը, որ 2018 թվականի իշխանությունը զավթելուց հետո իրենց հանձնարարվել է, շարունակվում է։ Այդ թուրքական ծրագրի մեջ է նաև այդ Էրդողանի տակ ծալվելը եւ ոտաբոբիկ Էրդողանի մոտ գնալը։ Սա այս տրամաբանությունն է եւ պիտի մենք ինքներս մեզ չխաբենք եւ չխաբելու այդ տրամաբանության մեջ է մտնում նաեւ այս ամենաթողության սկիզբը արձանագրելը։ Սկիզբը այս ամենաթողության 2018 թվականն է եղել։ Ավարտը ինչքան շուտ լինի, այնքան Հայաստանի ու Հայաստանի քաղաքացիների շահերից է բխվում ու կախված է նաեւ մեր գործողություններից։ Շնորհակալություն։